Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ արյունալի միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր Արա Բուդաղյանի թիմը Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ի ընտրություններում կպայքարի նախկին մարզպետի թիմի դեմ։ Արա Բուդաղյանը, ով ի դեպ հանրապետական է, առաջադրել է իր թեկնածությունը։ Ինքն առաջադրվել է նաև նրա մերձավորներից անկուսակցական Տիգրան Կարապետյանը։ Իշխող հանրապետականը, որի տարածքային կառույցի ղեկավարը շարունակում է մնալ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնապես առաջադրել է մեկ այլ կուսակցականի Հայ ջրմուղկոյուղու Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցին։ Հանրապետականի թեկնածուն Ադունց Վաչագանն է եւ ես էլ իրեն եմ սատարում, հեռախոսով մեզ փոխանցեց Սուրիկ Խաչատրյանը։ Արա Բուդաղյանը առայժմ ձեռնպահ է մեկնաբանել, թե ինչու որոշեց պայքարել հանրապետականի առաջադրած թեկնածուի դեմ։ Նրա վստահված անձը Ռոբերտ Հակոբյանը Ազատության հետ զրույցում պարզաբանեց, որ Բուդաղյանների վարկանիշը շատ բարձր է Գորիսում եւ իշխող կուսակցության ներկայացուցիչների մեծ մասը աջակցում է հենց Բուդաղյանների թիմին։ Ես դա չեմ կարող ասել, այդ կուսակցությունը առաջադրել է, իրականում ոնց է եղել այդ խնդիրը, ոնց է լուծվել։ Բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ հանրապետական կուսակցության անդամների մեծ մասը այսօր կանգնած են Արա Բուդաղյանի եւ Տիգրան Կարապետյանի կողքին։ Բազմաթիվ տեղինակություն ունեցող կարգին, այսպես ոնց ասեմ, անդամներ միանշանակ կանգնած են։ Թիմակիցներ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը միմյանց հետ մտադիր չեն մրցել։ Ռոբերտ Հակոբյանը չբացառեց, որ մեկը կամ մյուսը կարող է ինքնաբացարկ հայտնել ընկերոջը սատարելու համար։ Հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը վայելող թեկնածու Վաչագան Ադունցի դեմ դուրս գալը Գորիսի հայտնի արյունալի իրադարձություններից հետո նախկին մարզպետի թիմին նետված ձեռնոց չէ, Բուդաղյանի վստահված անձը պատասխանեց, որ չեն ցանկանա այդպես մեկնաբանել։ Այդ ընտրապայքարը Բուդաղյանը այդպես չի տանում։ Խնդիրը այդպես չի դրված։ Գորիսի ցանկացած ընտրող 15,000, 8,000 եւ 10,000 պատրաստ է ինքը տեղ կանգնել իր ձայնին, իր քվեին եւ գնա ընտրություններին։ Սուրիկ Խաչատրյանը արձագանքելով Բուդաղյանների առաջադրմանը նշեց, որ առաջադրվելը ցանկացած մարդու իրավունքն է եւ ինքը մեկնաբանություն չունի։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ հանրապետականների մեծ մասը Բուդաղյանների թիմին է սատարում, հանրապետականը մեկ տեխնացու է, հանրապետականը չի կարա 2-3 տեխնացու է։ Ամսի 8-ին Երևան, ում շանսերով ինչքան է։ Թեկնածուներ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը գործարարներ են։ Մեկը գլխավորում է Վարարական ընկերությունը, մյուսը Գորիսի Գամմա ընկերությունը։ Գորիսի քաղաքապետի 4-րդ թեկնածուն էլ ինքնաառաջադրված անկուսակցական Շանի ընկերության տնօրեն Հրայր Յոլյանն է։ Փաստորեն, բացի հանրապետականից որևէ այլ քաղաքական ուժ Գորիսում թեկնածու չի առաջադրել։ Թե ինչու, Բարգավաճ Հայաստանը առայժմ չի մեկնաբանում։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը փոխանցեց, որ առհասարակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում միայն կեղծիքներով է ամեն ինչ որոշվում։ Հետևաբար մասնակցությունն անիմաստ է։ Ինչ վերաբերում է ժառանգությանը, կային անձինք, որոնք մտածում էին դրա մասին, բայց երևի թե զարգացումները այնպիսին են եղել, որ իրենք տեսել են, որ այս պահին պետք չէ մասնակցել, առավել ևս, որ Բուդաղյաններից ներկայացուցիչ կա եւ եթե Արա Բուդաղյանը մինչև վերջ պայքարի, բնականաբար կարծում եմ ճիշտ կլինի, որ իրեն աջակցեին, թե ինքը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, բայց ցանկացած պարագայում պարզ է, որ հասարակությունը երևի թե փորձի է աջակցել։ Ուստի եւ հաշվի առնելով այդ ամենը, ուղղակի չաջակցեցին։ Այսինքն ժառանգությունը, եթե նա շարունակի եւ մտնի ընտրապայքարը, ժառանգությունը կաջակցի Դա կքննարկենք, ես հասարակական աջակցության մասին եմ այս բանին խոսում, քննարկման խնդիր է։ Առաջին տեխնացուները իրենք պետք է որոշեն ցանկանում են ժառանգության աջակցությունը թե ոչ դիմեն, որպեսզի այդ աջակցությունը լինի, երկրորդ, երբ որ այդ դիմումը կլինի, նոր մենք արդեն կքննարկենք։ Գորիսի քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրանում է վաղը երեկոյան։ Քարոզ Արշավը կմեկնարկի մայիսի 21-ից։